Վիլեն Գաբրելյանը շատ ազնիվ, մաքուր, ոնց որ իր էությունն է, առանց ավելորդ դերասանություն անելու, օրինակ ասենք թե մարդ կա, չէ, որ այնպես փորձում է իր կերպարից շեղվի։ Դառնա ծիծաղի առարկա։ Օրինակ է մեր Ալփին Դավոյը։ Չէ՞։ Լողանում է, ես ինչ անում, միտամ մաքուր, միտամ մազերն է սանում, միտամ ուզում է, բա իր էությունից ուզում է շեղվի, դառնա ծիծաղի առարկա, ասենք ինչքան լավ կլինի, որ ինքը մնա իր 18 թվի իր բնական վիճակում, չէ՞, ով որ շեղվում, իսկ Վիլենը շատ ազնիվ է, ինքը ոնց կա, այտենց ներկայանում է, ընդ որում ես ձեզ ասեմ, որ նա կարող է այտենց նաև մի քիչ փորձում են ոչ adekvat ձևանալ, բայց դա ինքը դիտավորյալ էր անում, ինքը դիտավորյալ էր գնացի Գյումրի Վիլեն Գաբրելյանը ոչ Գյումրի համայնքի բնակիչ է, ոչ ընտրող է, ոչ այդ օրը ընտրության օրը կարելի էր քարոզություն անել, որ ասես գնացել է քարոզություն արգելված էր, այդ օրն էր դրան նախորդող օրն։ Լռության օր։ Այո, ընտրության օր, լռության։ Ոչ վստահված անձ էր, ոչ հանձնաժողովի անդամ էր, ոչ էլ ասենք ինքը այնց Գյումրիում այնց ճանաչված Շարլ Ազնավուրը չի էլի, որը ասենց գնա Գյումրի ու ասեն ժողովուրդ ասեն հա էսեն Վիլենա որ է մեր երկրաշարժի վաղ եկավ ասես մեզ օգնեց Անդրանիկ Քոչարյանը օրինակ չէր գնացել որովհետև գյումրեցիները գիտեն ինքը երկրաշարժի վաղ ի ջար է ինքը ընդհանրապես այդ հասարակության հետ կապ չունեցող այդ ընտրության հետ ոչ մի կարգավիճակ չունեցող հələ գնացել են դե հարց ինչի մի լրագրողի մոտից տանում են զոռով այդ մակայնում է մեկի մոտ այսինքն գիտակցված էր ինքը այդ ամեն ինչը անում գիտակցված գնացել էր ու այն որ ասեք իր թիմակիցները չէ ուզում են փորձում են գան տանեն դες ոնց է դրանց ասում են պաշլի չորտու ու դրանք ենթարկվում են ասենք ես մտածում եմ որ գարենի կլի խմբակցության ղեկավար որովհետև ամենամեծ ազդեցությունը խմբակցության բոլոր անդամները ինքը ունի ոչ մեկը չի կարող իր վրա ազդի բանանի ու ինքը գիտեր որ իրան հեռացնելու են ինքը այդ քայլը արեց ինքը դուրս գալու համար Վիլեն Գաբրելյանը երկու օր առաջ երբ որ քննարկում էր Հովիկ Աղազյանը եւ նրա ոչխարների ճակատագիրը ազգային ժողովում ելույթ ունեցավ եւ ասաց որ քննադատեց գլխավոր դատախազին եւ ասաց որ ձեր ներկայացրած գործի նյութերը հիմք չեն հանդիսանում պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու եւ նրան որպես մեղադրյալ այդ գործում ներգրավելու համար եւ ասաց այս զեկույցի այս հիմնավորումների պարագայում ես չեմ կարող կողմ քվեարկել։ Դա գիտեք ինչ է։ Հակոբ Ասլանյան։ Այսինքն Հովիկ Աղազյանի ոչխարները տարան երրորդին։ Այսինքն ես չգիտեմ ոնքորդ քանի ոչխար է այդ գործում ներգրաված Հովիկ Աղազյանի գործում գումարային չափն են մենակ ասում $200,000, չգիտեմ $300,000 Այդ օրինակ ինձ շատ հետաքրքիր է թե կոնկրետ քանի հատ ոչխարա փոխում ԿՊ-ի ճակատագիրը քանի ոչխարա ազդում քաղաքացիական պայմանագիր խմբակցության որոշումների վրա ոչխարների քանակը շատ կարևոր է մեր հետագա որոշումների համար հիմա քանակը չգիտենք բայց գիտենք որ այդ ոչխարները ԿՊ-ից 3 պատգամավոր արդեն հանեցին այդ խմբակցությունից շատ կարճ ժամանակահատվածում